Բարի երեկո աշխարհասփյուր հայությանը։ Մեր շուրջը ժողովուրդ ջան, այնպիսի բաներ ա կատարվում, որ չգիտես ծիծաղ ես թե լաց ես։ Երևույթ իրավիճակներ կա, որ սխալ է, էլի, բայց ժողովրդի կողմից լավ է ընկալվում, նորմալ է, ոչ թե նորմալ ընտիր է, էլի ընկալվում։ Գիտեք ինչից եմ ուզում խոսամ։ Նախաբանով այսպես ասեմ, շատերիդ երևի հանդիպած կլինի տեսանյութեր, որտեղ որ հայեր, ազգությամբ հայեր, ապրող Ռուսաստանում, բլոգերը, ինչ որ ուկրաինական բլոգեր է, հարց է տալիս հային, ասում է դու Հայաստանի կողմից ես, թե Ռուսաստանի, ասում է Ռուսաստան, ասում է, չէ, իբր հայ է, հայկականի կողմնակից է, Հայաստանի կողմնակից է, ասում է, բա որ եթե հարց է տալիս, էլի, Ռուսաստանը Հայաստանի հետ կռիվ արեց, որի կողմը կպահես, ասում են Ռուսաստանի։ Սա հիմա տեսեք ինչ է կատարում, որոշ մեր հայրենակիցների մոտ, այդ թվում եւ Հայաստանում ապրող, բնիկ Հայաստանում ապրող մարդկանց մոտ նորմալ է ընդունվում։ Առնվազն չեն քննադատում, էլի նորմալ է ընդունվում։ Ու այսօրից ես ինչի եմ նախաբանով սկսել, որ հայեր կան, որ իրանց համար Ռուսաստանն է հայրենիքը, Ռուսաստանն է իրանց պետությունը, գոնե չեն էլ ասում, էլի խոսքի նեյտրալ կլինենք, չենք մասնակցի այդ կռվին, կթողնենք գնանք Անգլիա, Բրիտանիա, եսիմ էլի, բան, Ֆրանսիա, մեկ ուրիշ պետություն, մենակ թե կռվի մասնակից չենք, ասում Հայաստանի դեմ կռիվ կանենք։ Եվ այսքանը դուք տեսնելուց հետո ձեր մոտ հարց չի առաջանում, այդ տեսակ մարդիկ կլինեն Հայաստանում ապրող, թե միայն Ռուսաստանում կան այդպիսի հայեր։ Շատ մի խորացեք, ես ձեզ այդ հարցին պատասխանում իհարկե կան, Հայաստանում կան լիքը հայրենակիցներ, որոնց համար հայրենիքը դա Ռուսաստանն է։ Հայաստանը դա ընդհանրապես պետք է լինի Ռուսաստանի հովանավորչության տակ, բայց ոչինչ, էֆիրներով, ստատուսներով, բանով մենք ասենք, որ հայրենիքն է մեր։ Բոնթեի անունը կտան, Նժդեի անունը կտան, Վազգենի անունը կտան, հայրենակիցների, պատվավոր հայրենակիցների անուններ կտան, ու դրա ֆոնին իրանք էլ հələ լավ տղա կխաղան։ Լիքը այսպիսի աբսուրդային բաներ կա մեր շրջապատում, մեր շուրջը կատարվող, որ որոշ մարդիկ են նորմալ են նայում։ Օրինակ, ես գիտեմ, որ լավ տղություն է նաև համարվել, չգիտեմ, հիմա էլ կա էդի, ով որ կարա ուրիշին գցի, խափի, ով որ կարա հետևից բամբասի, ու ծաղրի իր ընկերոջը, իր հարևանին, իր շրջապատից որևէ մեկին, որ ինքը իրանց սեղանի կողքից նստարանից հելնի գնա, իր հետևից խոսան ու լավ խնդան, լավ ղժան, ծնկների խփեցի հրհրան, այս էլ է լավ տղություն համարում որոշ մարդկանց կողմից։ Նորմալ է, հետևից խոսալը բլտցնելը նորմալ է։ Դրան էդ է պատճառը, որ ներաթափանցել Facebook-յան հարթակ մեկնաբանությունների բաժնում լիքը մարդկանց հայհոյում են, վիրավորում են, ինչից է գալիս, անպատասխանատվությունից, դրանց ես չգիտեմ էլ ինչպիսի գնահատականներ տան, որ իրանց կյանքում միշտ եղել են հաչացող, անկեղծ ասեմ, եթե փողոցով քայլում եմ, շները վրաս չեն հարձակում, երբ որ հեծանիվում եմ երթևեկում կամ ավտոյով եմ երթևեկում, այդ նույն շները փողոցով, այդ նույն փողոցի շները հետևիցս վազում են, հաչում են։ Հիմա երբ որ Facebook-ով են իմ մասին խոսում, տակը Facebook-ի իմ էջի տակ, իմ մեկնաբանը տեսանյութերի տակ վիրավորում են, հայհոյում են, վատ բաներ են ասում։ Ես քայլում եմ, չէ, մեր ամբողջ հանրապետության տարբեր գյուղեր, քաղաքներում լինում եմ։ Չի պատահում մեկը այդ հայհոյան գրածից, որ գասի չէ որ քո դեմը հայհոյել եմ։ Ավտոմատ հիշում եմ, ես նորից եմ ասում, որ փողոցում շները հեծանիվից հետևից հաչում են, բայց քայլելուց վախենում եմ, որ կարող է իշտեմ մի հատ քար վերցնեմ տամ գլխներին։ Նույնը ռեալ կյանքում մարդիկ կան շներից բեթար են։ Գոնե շունը ունի նաև հավատարմության հատկություն։ Իր տիրոջը հավատարիմ է, իր այդ տանը հավատարիմ է։ Մենք հայերիս մեջ ունենք, որ շնից բեթար է, շունը իր այդ հատկությամբ առավել է իրանից։ Իրանք ավելի շատ շակալի, առնետի, չգիտեմ էլի, որ կքանդի պետությունից գողանա, պետությունից օգտվի, ամեն միջոց փորձի պետությանը վնաստա ինքը օգուտ քաղի։ Տենեմ ես, ես չգիտեմ, եթերներից բան միանում եմ եկել տենեմ ես իրանց հայրենասեր խաղում, բայց շատ իմանամ այդ հայրենասեր խաղացողը, այդ նույն մարդ չի, ով որ ղեկին երթևեկելուց ավտոյի վրա բիչոկը սիգարետի գցում է ասֆալտին։ Տենեմ եմ, սիրտս ցավում է։ Չգիտեմ ինչ անեմ էլի այդ պահին։ Արա ինչպես է, արա ես կոնֆետի թուղթը ավտոյիս այդ
մի հատ տեղ գցում եմ, որ հետո իշնելուց շպրտեմ, կամ գրպանս եմ դնում, իշնեմ շպրտելուց, իշներուց շպրտեմ։ Արա ինչպես եք դուք վերաբերվում ձեր սեփական երկրին, ինչպես եք վերաբերվում ձեր սեփական քաղաքին, ձեր բնակավայրը, որտեղ դուք երթևեկում եք, կամ թեկուս հյուր ես, դրանով ինչ ես ցույց տալիս։ Ես գիտեք ինչ եմ մտածում, ինչու երթևեկության ժամանակ վարորդը էսա շատ կոշտ վատ բան եմ ասելու, որ սրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրում երթևեկելուց իմ այս խոսքը կհիշի ու թողնում եմ իրան, էլի կշարունակի նույնպես անել, թե իմ խոսքը կհիշի եւ կասի բա որ կողքից մտածեն Գևորգի ասածն է։ Ուրեմն բիչոկը ավտոյի պատուհանից գցողները գիտեք ինչպիսի հոգեբանություն եւ ինչպիսի մոտիվացիա ունեն այդ բանի մեջ, ասեմ։ Ուրեմն եղել է ժամանակներ կամ այդ մարդիկ հենց այդպիսի ժամանակներում են եղել, ապրել են, շնչել են, որ սիգարետ ձեռք բերելը դժվար process է, թանկ է, դժվար է առնելը, ինչ է։ Թեկուզ top Prado ես քշում արա Mercedes Brabus գելիկ մելիկ, ինչ ուզում ես քշի հիմա։ Կոմոդ ուղակի ռեֆլեքս է, դու սիգարետի բիչոկը չես գցում ուրնայի մեջ, որովհետև հետո այն կտորը որ կարող է ուզենաս սիգարետ չունենաս, ուզենաս քաշես, դժվար է ձեռդ մտցնես ուրնայի մեջից այդ բիչոկը չարես ծխես։ Մանավանդ չգիտեմ, էլի տենց կարող է քո բիչոկը չլինի, ուրիշի բիչոկը լինի, դրա համար ռեֆլեքս է դարել, որ սիգարետը քաշում է, իր հայաթում է, շպրտում է, որ հետո որ չունենա գնա վերցնի քաշի, ու տենց ռեֆլեքս է, սիգարետը որ քաշում է, ավտոյից շպրտում է, չի դնում իր պեպելնիցա, իր մոխրամանի մեջ, որ յուրաքանչյուր ավտոմեքենա իմ իմանալով ունի մոխրաման։ Եթե շատ ծխող ես մոխրաման չունի, մի հատ ժեշտից բանկա է, մի հատ կոնսերվի բանկա է, չգիտեմ, տուշոնկի բանկա է։ Տուշոնկի բանկեքով գեներալներ կային, հայրենիքի սահմանը էին պաշտպանում։ Դու չես կարող այդ զոր այդ գեներալների տուշոնկից օրինակ վերցնես, մի հատ բանկա կտրես, դնես ավտոյիդ մեջ, սիգարետը բիչոկը գցես։ Բայց չէ, նորից եմ կրկնում ռեֆլեքս է։ Դուք ձեր բիչոկը շպրտում եք քաղաքում։ Այն բանով արդեն ձեր մոտ մեխանիկորեն դա ստացվում է, որ սիգարետ ուզենաս ծխես, չունենաս, գնաս մանգաս փնտրես քո բիչոկը, վերցնես այդ մի կտորը ծխես։ Այդ դրա համար ռեֆլեքս է, շպրտում ես, եթե տես չի կարող այլ պատճառներ էլ կա, ես մի պատճառ ասեցի, բայց կարող այլ պատճառներ էլ կա, ես այդ մեկը իմ մտքով անցել է, որ կա ռեֆլեքս է, մարդը շպրտում է, թե չէ եթե տես չի, կամ մեկ ուրիշ ավելի վատ բան չի, կամ մեկ ուրիշ այլ վատ բաներ չի, ընկերներ ջան, ինձ կբացատրեք, մարդ ոնց կարող է իր պետության հանդեպ հարգալից լինի, սիրի իր հայրենիքը, ու այդ ձև վերաբերվի։ Խի հայրենիքը ի՞նչ է։ Հայրենիքը դա ստատուս չի, պետությունը դա ստատուս չէ, գրես գանտակը լայք դնեն։ Հայրենիքի հանդեպ սերը վերաբերմունքով է ցույց տալիս։ Դու ինչ վերաբերմունք ցույց ես տալիս քո պետությանը, դու էդ ես, ուրիշ ոչ մի բան ստենդը չդնես գլուխ գովաս։ Սրա նրա մեկնաբանությունը վիդեոների տակ չգնաս գրես, որ դու ինչպես ես սիրում հայրենիքը։ Ես ուրիշ թեմայից եմ ուզում խոսալ, բայց անընդհատ այսօր էլ Երևան գնացել եմ, վերջը հարցերով բանը Աբովյան եմ գնացել։ Ու տես ճանապարհին տեսնում եմ ոնց են այսպես ծխում են շփոթում փողոցի մեջ դերը արա դիժ ձև է կարա դուք ձեզ պահում կարելի է արդյոք այդ ձև վարված սեփական երկրի հասկացանք այնա հատուկ քաղաքապետարանում աշխատողներ կան որ մաքրություն են կատարում լավ հաշվի քո մայրն է քո տատիկն է քո քույրն է կամ դու ես մի օր կլինի կգնաս այդ աշխատանքին եթե ուրիշ աշխատանք չճարես Ինչ ես այդ ձև վերաբերում, հասկացաք, մաքրություն պետք է արվի, իրանք էլ աշխատավարձ են ստանում, ասում ես դե ստանում եք անեք բիչոկս կմաքրեք, как будто դու այդ մարդկանց կյանքում, դու հարկերից էլ կլնես խուսափելուց, դու իշտուգանքներից էլ կլնես խուսափելուց, դու քո պետության հարկային բյուջե ինչ ես գցում, ես չգիտեմ, թեկուզ եւ գցում ես խոզի վերաբերմունքը ինչ ես ցույց տալիս, մարդ ինչով է տարբերվում, որ ուղիղ խոտ է տալիս, հասկանում է, որ իր այդ արարքը գեշ արարքա, չանի այդ արարքը Արա ինչ հասկացողություն է ուրիշ երկրներում ես լսում եմ մեր հայերը մեր հայրենակիցները իրանց շատ քաղաքավարի են պահում այդ պետության հանդեպ օրենքներով իրանց օրենքներով են շարժվում լավ են վերաբերվում իրանց այդ պետության հանդեպ բայց մեր երկրում կարելի է ձև արած լավ այս թեման փակեմ հույս ունեմ ամեն մարդ բիչոկը շպրտելուց կհիշի խոսքս որ ձեր մոտ ռեֆլեքս է որ բիչոկի մի հատվածը հետո գնաք վերցնեք ծխեք Ուղղակի ավտոյից գցելուց պարզ է, հետ չես գնա նորից Արշակունյացից կամ Նժդեի պողոտայից կամ Կոմիտասից վերցնես ման չես գա, ուղղակի քանի որ ձեր հայաթում էլ ես տենց անում, շպրտում ես տենց գցես մի հատ ծառի քոթուկի մոտ, բայց չես գցում ուրնան, որ հետո գնաս քոթուկի մոտ պտտվես, վերցնես ծխես, ու տենց ռեֆլեքսադարը շպրտում են քաղաքում։
Հիմա ասենք բուն թեմային ինչի մասին ես ուզում եի եթեր անել։ Ինչու սկզբից ես ասեցի, որ մեր հայրենակիցների մեջ կան, որ ասում են հարց են տալիս, ասում են Ռուսաստանն ու Հայաստանը իրար հետ որ կռիվ անեն, ում կպաշտպանես, ասում են Ռուսաստանին։ Այս միտքը գիտեք ինչի ես սկզբից ասեցի, որովհետև նոր տեսանյութ եմ նայում ու մի քանի օր առաջ են ինձ ուղարկել եւ ելի եմ ոնց որ շուտվա թեմա է Նիկոլ Փաշինյանի պապիկի մասին ինչ որ ռուս լրագրողներ, եթե չեմ սխալ, մեկն էլ հայ է այդ քննարկման մասնակիցներից, խոսում է որ Նիկոլ Փաշինյանի պապն էլ է եղել դավաճան, ակնարկելով որ Նիկոլն էլ է դավաճան։ Փաստորեն ով որ խորանակը հասկանա որ նախ առաջինը ամենագլխավորը լավ իմացեք, նժդեհն էլ է ռուսների համար դավաճան։ Սա ձեր համար չափանիշ է թե չէ։ Եթե ռուսների համար նժդեհն էլ է թշնամի դավաճան, ԽՍՀՄ-ին, Նիկոլի պապիկն էլ խնդրում եմ այսուհետ դուք եթե նժդեհի նկարի տակ եթեր էիք անում ձեզ հայրենասեր ցույց տալու համար, այսուհետ կարաք արդեն նժդեհի նկարի մոտ Նիկոլի պապիկի նկարն էլ դնեք, ցույց տաք որ դուք իսկապես նժդեհի սկզբունքների կողմնակից եք, որովհետև նժդեհ մենակ չի որոշել, կամ մենակ նժդեհի մեջ չէր այն գաղափարախոսությունը, որ բոլշևիկները մեզ ոչ թե առաջարկել են միանանք, այլ զավթել են, Հայաստանը զավթել են, հայերին Հայաստանը բռնակցել են ԽՍՀՄ-ին, սարքել ԽՍՀՄ էլի վերջի դե մինչև ԽՍՀՄ ստեղծելը կարմիր բանակը մտել է, չէ՞։ Հիմա արդյոք մենակ նժդեհի մոտ կառաջանար վրեժ խնդրություն բոլշևիկների հանդեպ ձգտում անկախության, ոչ, փաստորեն եղել է եւ Ենոքավանցի մի մարդ է, անունը չգիտեմ, Նիկոլ Փաշինյանի պապիկին է վերաբերում այդ խոսքս։ Եղել է եսիմ Մարալիկու մեկն է եղել է Էջմիածնում օրինակ մի երկուսն էլ տարբեր գյուղ է քաղաքներում եղել են հայրենակիցներ հայեր ովքեր որ դեմ են եղել բոլշևիկներին դեմ են եղել միանան ԽՍՀՄ-ին ուզեցել են անկախ պետություն հիմա անկախ պետություն ստեղծման գաղափարով մարդիկ պարուրված եւ ընդդեմ բոլշևիկների դա դավաճանություն է հայրենիքի հանդեպ թե հայրենասիրություն ու այնքան վատը գիտեք ո՞րն է որ մեր հայրենակիցների մոտ լիքը մարդ էդի տարածում է ինչ նպատակ հետապնդելով իբր թե տեսեք Նիկոլը դավաճանը իր պապն էլ է եղել դավաճան ժողովուրդ ջան ես ուզում եմ ասեմ որ դուք պետք է այս երևույթը հասկանաք եթե Նիկոլի դեմ եք առնվազն մի տարածեք էսի եթե տարածում եք գիտակից մարդիկ սկսում են արդեն խորանալ հասկանալ որ ոչ միայն Նիկոլի պապն է եղել դեմ ԽՍՀՄ-ին բոլշևիկներին այլ նաև նժդեհն էլ է եղել դեմ չէր հանձնվում նժդեհը իրան վերջը հայերը փուրը տվին հիմա Նիկոլին են հայերը փուրը տալու Հայաստանի Հանրապետությանն են հայերը փուրը տալու ոնց կարող է ասում որ Տշնամին տնից չլինի եզը երթիկով չեն կարող անել հիմա Հայաստանը եթե չունենա դավաճաններ բոլոր ժամանակներում չի կարող պետականություն կորցնել չի կարող вообще վատ բաների միջով անցնել միշտ դավաճանների ձեռքով այդ ամեն ինչը արվել է հիմա դավաճանությունն է որ պետականության համար կռիվ են տալիս վերջո պապ թագավոր գիրքը Նիկոլ Փաշինյանը չի գրել որ ինքը մեջբերումներ է անում պապ թագավորի ժամանակներից իր պապ թագավորի պատմություններից այդ վիճակներից ինքը չի գրել ոչ էլ Եղիշե Չարենցն է գրել ոչ էլ ես եմ գրել է ուրիշ մարդ գրել է Ստեփան Զորյանը հավանաբար 5-րդ դարի պատմիչներից է վերցրել նորից սրբագրել մակարագրել տեղադրել մեր պատմության էջերում որ դուք այդ որ մարդ վիդեո նայում կամ գիրքակարգում չի հասկանում ես վստահ եմ մարդուն ես ինչ ասում եմ այս ինչ ասում եմ սա բոլորի համար հասկանալի չի ինչ եմ մտածելու եկել եմ պաշտպանեմ Նիկոլին կամ Նիկոլի պապիկին ոչ եկել եմ մեկնաբանեմ թե ինչ է նշանակում ԽՍՀՄ-ին բոլշևիկներին համար ընտրված դավաճանը դա նշանակում է որ հայամետ մարդ է այսինքն նժդեհի նման մարդ է ոնց որ նժդեհն է եղել բոլշևիկների դեմ նույնը ինքը ոնց որ Մոնթեյնն են համարում են դե միջազգայինորեն ինքը տերորիստ է համարվում, չէ՞, բայց տենց հայ կա օրինակ նույնիսկ այն ախմախայը կամ այն կեղտոտը պամ քաղաքը իր հայրենիքում բիչոկը շպրտում է, զիբելը շպրտում է ավտոյի պատուհանից, փնթիանոց։ Իրան էլ հարցնես Մոնթեն ասելու հերոս է, բա որ Մոնթեն հերոս է, դու տեղյակ ես որ միջազգային հանրության կողմից ինքը որպես տերորիստ է համարվում։ Ոսկի ռուսներն էլ չեն իրան սիրի, որովհետև Մոնթեն ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, չծնված, չապրած Հայաստանում ինքը եկել է իր կյանքը տվել Հայաստանի համար, Արցախի համար, հայ ժողովրդի համար։ Իր հայրենասիրությունից դրդված, բայց մենք ստե ծնվել մեծացել ապրում ենք, բիչոկը ծխում ենք շպրտում, ռուսին դուր չի գալիս նժդեհը, որ ռուսը մեր ախպերն է։ Այդ
Ու հետաքրքիր է էլի եմ ասում, այսինքն հակասություններ կա այս պահվածքի մեջ մեր ժողովրդի։ Նույն Նժդեհի նկարը դրած, տակը ստատուս գրած, Նժդեհական իրան համարող մարդը Նիկոլի Պապին էլ ասում Թավաճանը, Նիկոլին էլ ասում Թավաճանը, բայց Պուտինին արևով երթում ա ուտում։ Կողմնորոշվեք, կամ Պուտինի անունով եք երթում ուտում, կամ Գարեգին Նժդեհի անունով եք երթում ուտում։ Կողմնորոշվեք, կամ Հայաստանի Հանրապետությանն եք պաշտպանում, կամ Ռուսաստանի Դաշնությանն եք պաշտպանում։ Արա մի խառնեք ամեն ինչը։ Ռուսաստանը առանձին պետություն է, Հայաստանը առանձին, ձեր համար անհասանելի է այս խոսքերը։ Չեք կարող տեղավորցնեք ձեր ուղեղների մեջ։ Հերիքա խափեք իբր թե Հայաստանի մասին մտածում եք, հայրենիքի մասին մտածում եք, բայց տակից դուք Ռուսաստանի շահ եք պաշտպանում։ Մենք շատ սխալ երևույթներ են կուլ տալիս, լուր անց են կացնում, բայց հավանաբար այդ լուր անցկացնելը բերում է դեժավյուի, բերում է քաոսի։ Ինչով է բերում։ Արա մարդ չի ազ, մարդ կարդում է, հայեր են տառերը կարդում է, ուղեղը չի մտնում։ Լավ, այսօր TikTok-ը թերթում եմ, բայց առաջի անգամ չի, ես միշտ լսում եմ շատ հայրենակիցներ ասում են, արա պատերազմ պարտված վարչապետ է, դրան պետք է հեռացնենք, բայց որ հարցում են ասում են ում բերեք, ասում եմ չգիտեմ, հա, չգիտենք, կարևոր է էսի գնա բան, այսինքն փաստորեն ինքը հիմք բերես, որ պատերազմ պարտված վարչապետ է, պետք է գնա։ Ես չգիտեմ, դուք գիրք չեք կարդացել, պատմություն չեք կարդացել, տեղյակ չեք, որ բոլոր ժամանակի մեր թագավորներն էլ ունեցել են եւ պարտություններ, եւ անհաջողություններ, եւ ունեցել են հաջողություններ ու հաղթանակներ։ Հիմա պարտվել է, այսինքն վերջ, քիչի կարա պարտվածը նորից վերականգնի իր ուժերը եւ վրեժ լուծի։ Իսկ թվում է հենց պարտվածն է վրեժ խնդրությամբ լծված լինում, բայց թե ինչպես է ինքը դա դասավորում, թե ինչպես է կազմակերպելու, թե ինչպես է հասնելու վրեժ խնդրության։ Դա ժամանակը ցույց կտա, պատմությունը ցույց կտա, բայց ամեն դեպքում դուք հիմք մի ունեք, որ վարչապետը պարտվել է, ուրեմն պետք է գնա։ Լավ, գնալու համար ինա քաղաքավարի օրինական ճանապարհ կա։ Գնում եք ընտրություններին դեմ եք քվեարկում։ Ընտիր չկա, բայց ճիշտ կողմնորոշվեք, որ դեմ քվեարկեք, ում եք բերելու, որովհետև հետո չասեք ու այդ հաջորդ վարչապետը էլի ենթադրենք, որ Մարկոսը կգա, չէ, հաջորդ վարչապետը, որ գա, ճշտամին չի փոխվելու, թուրքը չի փոխվելու, քո դաշնակից ռուսի իր դավաճանություններից հեռու չի մնալու։ Ու եթե մի հատ էլ օին եկա մեր պետության գլխին, այն ժամանակ չդնեք մեկ էլ այդ տվյալ վարչապետին ասեք դու դավաճան ես, դու գնա, որովհետև դու ես ընտրություն կատարել իր մեջ։ Եվ վերջապես ուզում եմ հաշտությամբ մենք գանք, մենք ժողովուրդս հասկանանք։ Այո, ընտրությունները իրավունք ունեք ու ուզում եք ընտրեք, ես քարոզարշավ չեմ անում, հələ հակառակը իմ մոտ հակա քարոզարշավ է, բայց գնացեք օրինական ճանապարհով ու ուզում եք ձայն դրեք, բայց քանի որ ես ուզում եմ հաշտություն բերենք մեր ժողովրդի մեջ, լավ հասկացեք, որ բոլոր ժամանակներում էլ մեր նախագահները կամ թագավորները շատ նախկինում ունեցել են այո պարտություններ էլ, բայց պարտությունից հետո հայ ժողովուրդը չի հավաքվել ասել բեր սրան հեռացնենք։ Նույնիսկ Վասակ Մամիկոնյանը, որ Վասակ Մամիկոնյանը, որ պատմության մեջ ինքը գրվել է որպես դավաճան չէ, ժողովուրդ ինքն էլ ուներ համախոհներ, այսինքն ինքն էլ գաղափարական ուրիշ ձև էր։ Եվ իսկապես մեր պատմության մեջ լիքը հատվածներ կա եւ լիքը նյութեր կա, որոնք նովելի նման է ավարտվել, էլի ինքը չկա հստակություն ինչ եղավ։ Վարդան Մամիկոնյանը քրիստոնեությունը պաշտպանելու համար պայքարի մեջ մտավ, իր մայրը, իր կինը, ընտանիքով հանդերձ, ոտաբոբիկ, մտան մարտի մեջ, պատերազմի մեջ մտան, արունահեղություն, Վարդան Մամիկոնյանն էլ մահացավ, փաստորեն պարզվում է, որ քաջերի դեմ ելած այդ process-ից հետո հայկական բանակը չի դարձել հաղթած, եթե չես դարձել հաղթած, եթե պետականություն չես ձեռք բերել, այնուհետև շարունակվել է քրիստոնեությունը քո մնալ, ես չեմ հասկանում, փաստորեն կարելի է ենթադրել Մովսես խորհրդացուց հետո, կարելի է ենթադրել, որ Պարսից շահը ասել է հալալ դուք լավ կռվող եք, այդ իսկ պատճառով քրիստոնեությունը շարունակեք վայելել։ Այդտենց ենթադրեք, բայց ես մտածում եմ, եթե իրանք սկսել են մի process, որ պետք է քրիստոնեությունը վերացնեին հայերից մեջ, բանակն էլ փաստորեն չի հաղթել հայկական։ Կարա ինչ շարունակեին այդ process-ը եւ զրահադաշտություն մտցնեին հայերի մեջ։ Ու sense հակասական իրավիճակներ աստեղծում։ Ու արի հասկացի, ըստ ես ոչ ես կարամ ասեմ Վասակը իսկապես դավաճան է, որտեւ ըստ մեզ հասած ինֆորմացիայի, ըստ մեզ հասած Եղիշեի Մովսես խորհրդացու պատմությունից, մենք դեռ արդեն սկսում ենք վերլուծել, հասկանալ Վասակ Մամիկոնյանը դավաճանություն արել թե առաջարկություն արել։ Ես չգիտեմ, կարող է իր այդ ասածը, որ մենք չենք կարող մեծն այդքան մեծ պետության, այդքան մեծ զորքի դեմը առնել, անիմաստ ալնելու կռիվ տալը, պետքա մերվենք, հաշտվենք։
Ամեն դեպքում ես իմ կրոնի կողմնակից եմ, հավատքի կողմնակից եմ, ես առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ կյանքում չեմ պատկերացնի ուրիշ հավատքով շարժվեմ, նույնիսկ եթե ուրիշ հավատքներում ավելի, չգիտեմ, նենց միասնություն կա։ Ես նկատել եմ մուսուլմանների մեջ միասնություն կա, բուդդաների մոտ էլ կա դրական։ Մեր հայերիս մոտ, որ քրիստոնյա ենք, ընդհանրապես թղթով ենք ասում քրիստոնյա ենք, առաջին քրիստոնյա ենք, բայց մենք մեր պահվածքով այնքան գեշ ենք մեզ պահում։ Սովորական էսա միտք եմ, չէ, արտահայտել։ Ես տեսակետ եմ ասել։ Էլի կլինեն վիրավորողներ, էլի կլինեն իրանց համար, չգիտեմ, էլի վատ բաներ գրողներ։ Ասածս ինչի մասին է, որ պատմության մեջ թե այսօր միշտ լինում է աղավաղումներ։ Ովքեր են այդ աղավաղողները, մենք մարդիկս իրականությունը շեղում ենք, տեղում ենք։ Լիքը կիսատ պրատ ինֆորմացիա կա, որ մենք կիսատ պրատ ինֆորմացիայի վրա վերցնում ենք սկսում հաստատա, սկսում ենք ավելացնել բաներ ու ասում ենք սա հաստատա, սա փաստա։ Այն ինչ քո սեփական ենթադրությունն ու եզրակացությունն է, ինչպես որ ես ենթադրեցի, եզրակացրեցի, որ հակասությունները առաջանում, եթե քրիստոնեական պատերազմ ա եղել, մեր զորքը չի հաղթել, ինչպես ստացվեց, որ շարունակվեց հայ ժողովուրդը քրիստոնեությունը պահպանել, պաշտպանել։ Իրանցից հետո էլի արաբներն էլ մտան Հայաստան, էլի եկան մեր եկեղեցիներն էլ քանդեցին, մեր ոսկեղենը, մեր հարստություններն էլ գողացան, տարան, թալանեցին, էլի մենք շարունակեցինք մնալ քրիստոնյա։ Հիմա պարզ է, որ եւս եթե 2000 տարի քրիստոնյա ենք եղել, մոտորապես մի քան տարի էլ դեռ քրիստոնյա կլինենք, մինչեւ աշխարհքս փուլ կգա, բայց պետք է մենք ճշմարտությունը փորձենք ջրի երես անել։ Բերեք մի շարժվեք ուրիշի գրած նյութերով։ Ռուսաստանը մեր համար հիմա նյութեր ա գրում։ Ռուսական այդ բլոգերները, լրագրողները, որ իրանց ինտերվյուներում խոսում են Նիկոլի Պապիկի դավաճանության մասին, լավ են անում, թող խոսան, բայց դու հայդ, դու որ հայ ես, դու պետք է համատություն անցկար, ասես մի րոպե, ռուսը նժդեհին էլ ասում դավաճանա։ ԽՍՀՄ-ի բանակին դավաճանա, ԽՍՀՄ-ի դեմ կռվել։ Դե արդեն հարցի պատասխանը արդեն գտնում ես։ Եթե ռուսը այդ աչքերով է մեզ նայում, Էլի զարմանակ։ Ռուսի եթե սիրում է Ռոբերտ Քոչարյանին, սիրում է Սամվել Կարապետյանին, պետք է ստել մտածես, խորանաս։ Ոչ թե ասես, ոչ սիրում է, ուրեմն լավ է, էլի։ Ուրեմն լավն են, էլի իրանք, շատ լավն են։ Դրա համար ինչի է սիրում Ռոբերտ Քոչարյան ռուսը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը վերջերս նորից եմ կրկնում։ Ինչա ասել։ Ասում է ինձ հասնում է ինֆորմացիա, որ ռուս հանրությունը դժգոհ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ճշտամի պետությունների հետ լավ հարաբերություն հաստատում։ Դրա համար ռուսը սիրում է։ Բայց եթե Ռոբերտ Քոչարյանը ասել Ես ճշտել եմ, որ մեր հայրենակիցների մոտ կա դժգոհություն Ռուսաստանի հանդեպ, որովհետև Ռուսաստանը մեր ճշտամի պետության Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերություն ունի։ Այդ ժամանակ ռուսը չէր սիրի Քոչարյանին, բայց դուք հայերդ կսիրեք։ Բայց այսօր Ռոբերտ Քոչարյանը քիչ հայ է սիրում։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ սերն էլ մաքուր սեր է։ Ես մտածում եմ, որ մանի էտա շահագրգռում, էտա հետաքրքրում հավաքվել Եվ մնացած ուժերն ովքեր որ ռուսամետ են եւ Ռուսաստանի քարոզների տակ են, այդ մարդկանց հիմնականում եթե մոլորված չեն մեր հայրենակիցները, ապա գաղափարական չեմ ուզում հավատալ, չնայած ինչ չհավատաց, լիքը հայի արյան մեջ ռուսի բանա ստրուկության արյուն աղոսում։ Դա շուտվանից եղել է, նույն այդ Պապ Թագավոր գրքի մեջ, որ ընթերցում ես, տեսնում ես, որ մեր եկեղեցականները, այդ հոգեվորականները, ինչպիսի ստրկամիտ մոտիկացում ունեն Բյուզանդիայի հանդեպ։ Իբր թե ինչ տարբերություն լինես Բյուզանդիայի ստրուկ, լինես պարսիկների ստրուկ, ինչ ստրուկը մնում է ստրուկ։ Հիմա էլ է նույն կռիվը։ Մեկն ասում է, բա ինչ անենք, նա Թուրքիային հպատակվենք, պիտի ռուսին հպատակվենք։ Արա ինչ տարբերություն նրան հպատակված նրան, արի մի հպատակվի, արի քո պետությանը տեր կանգնի, արի ուժեղացի, մի քիչ էլ քո հայրենակցին սիրի, քո հայրենիք սիրի, ոչ հայրենակցիդ ես սիրում, հայհոյում ես քֆուր ես տալիս, ոչ հայրենիքդ ես սիրում, բիչոկը գցում ես հայրենիքիդ մեջտեղը, գեշ ես քեզ պահում։ Այդ ինչ վատ բաներ կա, ես չեմ ուզում եթերով ասել հիմա, բայց դուք շատ լավ գիտեք, թե ինչքան վատ երևույթներ կա մեր շուրջը։ Ու իսկապես մենք հայերս, Հայաստանում ապրող հայերս, կարծում եմ, սփյուռքահայության, մանավանդ շուտվանից դուրս եկած կամ ընդ ապրող շուտվանից ծնված ընդ ապրող հայության հետ կապը պետք է ուժեղացնենք ու լիքը բան ունենք սովորելու։ Վստահեցնում եմ ձեզ, թե Եվրոպայում, թե Ամերիկայում, թե մեր հարևան Պարսկաստանում մեր հայրենակիցները շատ բան ավելի սիր ունեն անում, ավելի լավ են անում, ավելի լավ բաներ կա իրանցից օրինակ վերցնելու, քան թե մենք մեր մեջ էլ կարելի լավերը, շատ լավերը, բայց քիչ են, ինչ ասեմ։ Եթե քիչ չլինենք, այս ձև չլինի ամեն ինչը։ Ինչևէ, ինչ որ այ ժողովուրդ ջան, ուշ ժամա ես էլ մի քիչ գերհոգնած եմ, բայց մտահոգությունս ու մտատանջությունս որոշեցի ձեր հետ կիսվեմ, հուսով եմ
այս խոսքերքը, այս անհանգստությունները, այս մտահոգությունները, որ արտահայտվում եմ, որոշակի տեղեր ցիլ կտա, որոշակի մարդկանց մոտ մտածելու տեղի կտա եւ թե ռուսի ռոպագանդայի շուրջ կխորանան, որ ռուսը որ սենց ասում, ուրեմն հակառակն է օրինակ, որ bichոկը գցում ենք, Գևորգ սենց բան ասել, կողքից երթևեկող մարդը չի ասի, կարող է Գևորգի ասածով այս մարդը սովորա bichոկը գցի իրանց ծառի քոքի մոտ, որ հետո սիգարետը բրծնի, չունենա փող առնի, գնա այդ bichոկը վերցնի, մուխտա ծխի։ Չգիտեմ, ես չեմ կարա հայհոյեմ, ես չեմ կարա վիրավորեմ բառացի, բառեր օգտագործել վիրավորական, բայց ես կարող եմ երևույթային բաներ ասել, որը մտածելու տեղի կտա մեր հայրենակիցներին։ Ու հույս ունեմ, որ կփորձեն արդեն իրանց այդ առումով գոնե մաքրությունը պահպանել։ Թե չի քաղաքական մտածելակերպը դժվար, եւս մի քանի 100 տարի է պետք, որ հայի մեջից դուրս գա ռուսամետությունը։ Բայց դե տենանք ինչպես կդասավորվի։ Առայժմ ձգտում է ստորու կլնել որոշ մարդիկ, որոշ քաղաքական ուժեր եւս։ Վարի գիշեր բոլորիդ, Աստված հայազգիս հետ Հայաստանի Հանրապետությանը պահապան, այդքանը։